Անվանումը դնենք ընտրակաշարք այս գործընթացի, և ես այլ մեկնաբանում կտամ հետագայում։ Ընտրակաշարքի դեպքերը էական ազդեցություն ունեցել են ընտրությունների արդյունքների վրա, մասնավորապես օրինակ Ուժեղ Հայաստան, Հայաստան Դաշինք, Բարգավաճ Հայաստան կուսակցություններ, ձեր կարծիքով քվեների մի որոշ կամ հիմնական մասը վերջիններս ստացել են ընտրակաշարքի արդյունքում, թե ոչ։ Հաշվի առնելով, որ վերջիններից մասով է հրապարակումները եղել հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։ Ես իմ ելույթի ընթացքում արդեն անդրադարձել եմ այդ հարցին, ասելով, որ թեև եղել են ժողովրդավարական կարգին վնաս հասցնելու ակնհայտ փորձեր, ամեն դեպքում ժողովուրդը կարողացել է դրանք հաղթահարել և իրացնել ազատ ընտրության իր իրավունքը։ Հետևաբար, այն իրողությունը, որն ունենք այսօր, կարող ենք փաստել, որ խոսում է նրա մասին, որ տեղի ունեցած խախտումները թեպետ և պետք է անպայմանորեն ենթակա լինեն քրեաիրավական գնահատականի և արժանանան խիստ պատասխանատվության, ամեն դեպքում իրենց ընդհանրության մեջ չեն ազդել ժողովրդի կամքի ազատ արտահայտման վրա և այդպիսով չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Շնորհակալություն։ Դա մի ճշգրտում, դուք ներկայացնում եք ձեր անձնական կարծիքը, թե կուսակցության դիրքորոշումը հաշվի առնելով, որ ներկայացուցիչ եք այստեղ հանդիսանում։ Կարծում եմ, սա այն հարթակն է, որտեղ ես իմ անձնական կարծիքը ներկայացնել չեմ կարող և հանդիսանում եմ կուսակցության ներկայացուցիչ և ներկայացնում եմ կուսակցության դիրքորոշումը։ Նման պայմաններում կխնդրեմ պարզաբանել հետևյալ դիրքորոշումը, մասնավորապես քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշված հարցի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել և նշել է, որ բացի իրենց կուսակցությունից մնացյալ անցած կուսակցությունները իրենց հիմնական ձայները ստացել են ընտրակաշարքի արդյունքում։ Նման պայմաններում ստացվում է մի իրավիճակ, որ ձեր կուսակցության ղեկավարի դիրքորոշմամբ, այո, այդ դեպքերը էական ազդեցություն են ունեցել, որովհետև ազգային ժողով անցել են որոշակի ուժեր, որոնք անցել են ընտրակաշարքի արդյունքում, միևնույն ժամանակ կխնդրեի պարզաբանել հետևյալը, երբ նշում եք, որ ժողովուրդը հաղթահարել է այդ գործընթացը, ժողովուրդը հաղթահարել է այդ գործընթացը այն տրամաբանության մեջ, որ քաղաքացիական պայմանագիրը կարողացել է խորհրդանական մեծամասնություն ձևավորել, թե կարողացել է հաղթահարել և ձայն չի տվել այն ուժերին, որոնք իրենց կաշառք են առաջարկել։ Ընտրությունների արդյունքում որոշ ուժեր հաղթահարել են շեմը, ընտրական, որոշ ուժեր չեն հաղթահարել շեմը։ Արդյունքում քաղաքացիական պայմանագիրը ստացել է մեծամասնություն, այսինքն մեծամասնության ձայները և ձևավորելու է կառավարություն, ընդ որում ձևավորելու է միանձնյա։ Գնահատականներ տալ, թե ընտրակաշարք չբաժանելու արդյունքում պատկերն ինչպիսին կլիներ, չեմ կարող, ամենայն հավանականությամբ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձայները էապես կաճ էին, բայց ասել, թե դրա արդյունքում այլ կուսակցություններ կհաղթահարեին շեմը, թե չէին հաղթահարի, այդ մասով էլ գնահատականներ չեմ կարող տալ, բայց ակնհայտ է, որ շեմի հաղթահարմանը մոտ կանգնած կուսակցությունը կամ այն կուսակցությունները, որոնք որ անցել են, կարելի է այսպես ասել, իրենց մասով ձայների էական տարբերություն պետք է որ չգրանցվեր։ Ես սա ասում եմ նաև հենվելով միջազգային հեղինակավոր վարկանիշավորող կազմակերպությունների այդ համապատասխան վարկանիշավորման աղյուսակների վրա։ Ինչ վերաբերում է առհասարակ շեմին մոտ չկանգնած կուսակցություններին, ապա այս առումով այդ վարկանիշավորման աղյուսակները կրկին խոսում են այն մասին, որ նրանք երբևէ մոտ չեն եղել շեմի հաղթահարմանը։ Հետևաբար այս ամբողջը համակցության մեջ մեզ հնարավորություն է տալիս պնդել, որ ընդհանուր արդյունքների հետ կապված մենք չունենք խնդիր, այլ է, որ խնդիրները կրում են դրվագային բնույթ, հատկապես ընտրակաշարք բաժանելու հետ կապված խնդիրները և ոչ միայն կուսակցությունների թափանցիկության հետ կապված խնդիրները և նմանատիպ այլ խնդիրները և պետք է ինստիտուցիոնալ առումով արժանանան գնահատականի, այսինքն մեր պետական մարմինները, իրավապահ համակարգը, դատական համակարգը պետք է քննության առնի յուրաքանչյուր կոնկրետ խախտում։ Եվ մեկ բան էլ եմ ուզում շեշտադրել, ինչ անենք մենք այն ընտրողների ձայների հետ, որոնք իրապես
իրացրել են իրենց ընտրելու իրավունքը։ Այսինքն արդյոք ձեր կողմից նշված խախտման մեծությունն այնպիսինն է, որ մենք պետք է հրաժարվենք իրենց ընտրության ազատ իրավունքը իրացրած քաղաքացիների իրավունքի պաշտպանությունից։ Եթե կշեռքի նժարների վրա դնենք այս երկու իրավունքները, հնարավոր խախտված իրավունքը եւ քաղաքացիների իրենց ազատ ընտրությունը կատարած քաղաքացիների իրավունքի պաշտպանությունը, որ կողմ է թեքվելու կշեռքի նժարը։ Մենք կարծում ենք, որ այն քաղաքացիների իրավունքը, որոնք իրապես ազատորեն իրականացրել են իրենց ընտրությունը, պետք է պաշտպանվի եւ արժե նաեւ, որ մեր բոլոր գործընկերները այդ մասին կարծիք հայտնեն։